Լառնակա։ Ընդեղից է որ ինչ պետք է նստես ու հասնես այդ սառնագա ինչա։ Հայաստանի թոշակառուներից ոչ ոք չհասցրեց Լառնակայի գրավիչ ծովափ հասնել 900 դրամով, նրանք հասցրին միայն զարմանալ։ Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա։ Ոնց կարող է 900 դրամ լինի։ 900 դրամով չի կարող պատահել։ Դա ինչ ակցիա է, հա, երևի։ Երեկ Հայաստանի վարչապետը ներկայացնում էր, թե կենսաթոշակի բարձրացումը ինչ հնարավորություններ է ստեղծել տարեցների համար։ Գյումրի Լառնակա տոմսը ընդամենը 900 դրամ էր։ Հիմա Ժողովուրդ ջան 219 եվրո։ Մինչև նա իջավ ամբյոնից այդպիսի գին արդեն չկար։ Այս պահի դրությամբ Կիրակի Գյումրիից կարելի է Կիպրոսի ծովափ հասնել $50, էլ չասած, որ նրանք դեռ պիտի այնտեղ մնան, հյուրանոց վարձեն ու ի վերջո վերադառնան, բայց վարչապետը ուրիշ հաշվարկ ունի՝ թոշակի 10,000-ով ավելացման շրջանակում։ Ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով թոշակառուն կարա 5 հատ տուդա ապրատնա տոմս առնի։ Ֆանտազիայի ժանրից է, որ թոշակառուները կարող են այդ թոշակով ապրեն եւ դե դաժե զբոսաշրջությամբ զբաղվեն։ Այդ ֆանտազիայից էր։ Դա ուրեմն միջակայքից վերջի պետքա, չգիտեմ, բան ամիս 1000-2000 դրամ հետ գցեմ, որ կարողանամ գնամ Կիպրոս կամ գնամ Եգիպտոս կամ չգիտեմ որտեղ գնամ։ Տիկին Մարգարիտը վարչապետի Կիպրոսյան առաջարկով հետաքրքրված չէ։ Ոչ արև է կարելի, ոչ աղի ջուր է կարելի, ոտեր տնել գնամ Կիպրոսի ինչ անեմ։ Արդյոք Հայաստանի թոշակառուները համաձայն են, որ կառավարության գործադրած ջանքերով իրենց թոշակը այնքան է բարձրացել, որ արդեն հոգում են նվազագույն կարիքները ու կարող են մտածել ծովափնյա հանգստի մասին։ Հաճույքով եմ արձանագրում, որ մենք կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում։ Դու գալլատ է անում։ Ասում է։ Տիկին Ֆրիդան իր 60,000 դրամն է առաջարկում վարչապետին ու թոշակի ավելացումը նվաճում համարող նրա թիմակիցներին, թող ապրեն, ասում է։ Ես երեխեք ունեմ, ինձ վարտի նման պահում են։ Եղավ, բայց թող Փաշինյանը չասի, որ իրա 10,000 տվածով են ապրում։ Իշխանականներից Շիրակ Թորոսյանը երեկ ասում էր թոշակառուները իրական հպարտություն են զգում հիմա, իրենց երեխաների հույսին չեն։ Երեխաներիս հույսին եմ, պատգամավորին տեղեկացնում է տիկին Ֆրիդան, շարունակում հարցերով։ Ինչքան փող են ստանում 1, ինչքան պարկեվավճար են ստանում 2, քանի մեքենա է նրանց համար ծառայում 3։ Մեկ միս կարող եմ առնել, մսեղեն։ Շատ սիրում եմ աղանդեր։ Կարեն Նազարյանը 55,000 է ստանում ավելանալուց հետո, ստիպված գուլպաներ է վաճառում փողոցում, որ մեկ միս գնի։ Տիկին Լուսին 46,000-ով պիտի յոլա գնար, եթե հարազատները չլինեին, ինչպես։ Ոչ, գարելի չէ։ Գարելի չէ։ Այս կինը 45,000 է ստանում, երբեք չի փորձել ապրել այս փողով։ Փաշինյանն ասում էր Հայաստանում այլևս սոված թոշակառու չկա, 45-ով կկշտանա։ Չգիտեմ սոված կմնամ թե չէ, բայց այդ ծախսերը չեմ երիկացնում։ 60,000 ստացողն էլ է ասում մի ամիս չի ձգի։ Ոնց կարող այդ թոշակով, եթե ես չունենամ երեխա, օգնող չունենամ, ես ոնց կարող եմ բավարարեմ։ Մենակ այդ բանը, կոմունալ ծախսերն է, դեղերն է։ Դեղերը ապահովագրությամբ չեք ստանում։ Մասամբ։ Իսկ Վարինկա Մկրտչյանը մարզում է ապրում, հող ունի 50,000-ով ապրում է, բայց աշխատող զավակների հետ։ Գյուղն եմ կապրեմ աղջիկ ջան, ես շատ գոհ եմ իշխանությունից։ Միտքը չի զբաղեցնում ծովափնյա ցանկություններով եւ այդպես ավելի հեշտ է։ Մեր մոտ ավելի լավ է, Կիպրոսելը ամեն ինչ էլ է։ Ձեր մոտը որտեղ է։ Արտաշատ։ Այդ թոշակով կարելի է ապրել, դա երկու շաբաթվա փողը, ինչ փողը որ բանը։ Շատ քիչ է։ Այս քաղաքացին խոսել չցանկացավ, ասաց նյարդերը քայքայվում են։ Իհարկե կհերիք ինձ։ Եթե գնան ամեն օր ռեստորան, մի օր էլ չերիք, բայց որպես մարդ ապրելու համար հերիք է։ 70։ Այո։ Անդրանիկ Խաչատրյանը նույնպես թոշակի հույսին չէ, բայց կարծում է իր 70,000-ով ամռանը կարող է ապրել։ Ձմռանը ջեռուցման ծախսերի շրջանում կդժվարանա։ Գոհ են, ուրախ Մասիսից Երևան եկած այս կանայք մենակ են ապրում եւ պնդեցին լավ են ապրում։ Պետք է մեր հակապցել զգաք։
ամեն ինչից գոհ ենք։ Հետավճարն էլ շատ լավ է, շատ Ես ամեն 20,000 ավել է, ինչի չեմ ապրել, ճիշտ ասեմ։ Չէ, вообще չեմ կարա մենակ թոշակով։ Որ թոշակս հերիք էր ասում, փառք կտայի ու չէի աշխատի գործից հոգնել, բայց Կիպրոսի մասին չի էլ երազում այս կինը, ամսվա եկամուտը սպառում է զգույշ։ Փակ վերանեմ ապրչպր չեմ ծախսի, դասավորված եմ, յոլակ տանեմ։ Այսօր տասնյակ կենսաթոշակառուների հետ զրուցեցինք, նրանցից միայն Սուսաննա Կիրակոսյանն էր, որի ամսական ոչ թե թոշակ, այլ ընդհանուր ստացածը հասնում է 100,000-ի, կենսաթոշակ է, նպաստ ու հետվճար, այս գումարով ասում է հնարավոր է սառնարանը դատարկ չպահել։ Պոպոկ ունեմ, պնդուկ ունեմ, բադամ ունեմ, պանիր ունեմ, սմետան, ես եղինջ եմ առել, որ էպեմ, պամիդոր ունեմ։ 80-ամյա կինը ապրում է մենակ, զավակներ չունի, գիտի, որ իր կեսի չափ ստացողները մենակ յոլա գնալ չեն կարող, նույնիսկ 100,000-ով է դժվար։ Կոշիկա, շորա, դե տենց ինչ-որ բաներ չեմ առնում հիմա, հներով եմ յոլա գնում, այսպես ասած, բայց չգիտեմ, ես որ դժգոհ չեմ։ Ծովափնյա հանգստի մասին չի մտածում, որովհետև տարվա 3 եղանակներին փող է հավաքում ձմեռվա ջեռուցման համար։